Շարունակվում եւ մեծ թափ են ստանում ավտոմեքենաներից սարքավորումների գողությունները։ Հանցագործները թալանում են մեքենաների լուսարձակներ, հայելիներ եւ ինչ պատահի։ Ներքին գործերի նախարարությունը որոշել է խստացնել այսպիսի դեպքերի պատժի կիրառումը որպես խափանման միջոց, կիրառելով կալանք, այդ թվում նաեւ տնային կալանք, եւ հանցանքն ըստ օրենքի արդեն համարվում է միջին ծանրության։ Սակայն այստեղ էլ ներքին գործերի նախարարությունը գողության դեմն առնել չի կարողանում։ Եղել են տնային կալանքի մեջ գտնվող քաղաքացիներ, որոնք հենց այդ վիճակում էլ դարձյալ մեքենաներից գողություն են արել։ Տվյալ անձը կրկին անգամ բազմադրվակ նորից նույն գողություններն է կատարում, ընդհանուր 30 դեպքի հասնող դրվագների մասին է խոսքը գնում։ Տնային կալանքի ժամանակահատվածում կրկին անգամ կատարվել է գողություն։ Հիմա պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները, падգամավորները փորձում են պարզել։ Լավ, եթե այդ տարբերակով խստացման դեպքում էլ շարունակում են մեքենաներից գողություն կատարել, ինչու քրեական գործերը դատարան չեն ուղարկում։ Խուլիգանության երրորդ մասի դեպքում, երբ որ միջին ծանրության հանցանքի հետ են գործ ունենում, էլի այս խնդիրը առաջանում է, բայց եթե այնտեղ ես կասեի 50% դեպքերում տանում եք 50% ոչ, այն էլ կամայական չի, հստակ պետք է հիմքեր լինեն իմ ասած գործողությունները։ Դեպքից հետո զղջալ, դեպքից հետո համագործակցել, խոստովանական ցուցմունք տալ, վնասը հատուցել եւ այլն, չեմ կարող պատկերացնել որևէ քննիչ, որևէ ստորաբաժանման ղեկավար, որևէ դատախազ, որ չնախաձեռնեն կամ չգնան այդ քայլին եւ դատարան չներկայացնեն։ Այստեղ ավելի շատ այն առաջին անգամ մեկը մոլորության մեջ է, մեկը իրոք այդ պահին կարիքի մեջ է, չեմ արդարացնում որևէ կերպ, որովհետեւ դրանց անհանցագործություն է, պես նման դեպքերում միգուցե մենք դատարան չգնանք։ Նախագծի հեղինակներն հայտնեցին, թե գողությունն ապացուցելու հիմքերի առկայության դեպքում հանցանքը կատարածի գործը կարող են տանել դատարան։ Ու այստեղ քննարկումն այնքան խճճվեց, որ հանձնաժողովի նիստը վարողը հորդորեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին բացատրել այնպես, որպեսզի հանրությանն էլ պարզ դառնա։ Ի վերջո, մեքենաներից սարքավորումների, տեխնիկայի գողություն կատարողները պատժվելու են, թե ոչ։ Ցանկացած ձևով կատարված հափշտակությունը վերաբերվում է երկրորդ մասի 2/1 կետին։ Եթե դա կատարվել է ավտոմեքենայից։ Այսինքն ավտոմեքենայից ցանկացած գողություն, ասենց ասեմ, ցանկացած հափշտակություն ավտոմեքենայի վրայից, դրա նկատմամբ կիրառվելու է այսուհետ երկրորդ մասի 2/1 կետը։ Շատ բան։ Մեզ որ մի բան բացատրում են 15 անգամից մենք հասկանում ենք։ Հիմա խնդիրը հետևյալն է, հարգելի գործընկերներ։ Իրավաբանները շատ հստակ հասկանում են։ Իրավապահները շատ լավ գիտեն պրակտիկա, բայց խնդիրը հանրությանը մատուցելու համար անհրաժեշտ է հասկանալի լեզու, հասկանալի է հստակ խնդիրների մատնանշում եւ հասկանալի է, եթե դու ներկայացնում ես Տիկին Քլոյան, ներկայացնում ես վիճակագրություն, թե ինչ որ պարագայում եւ երբ ունենք։ Նախագիծն ընդունվեց։ Ի վերջո օրինագծի հեղինակները խոստովանեցին, որ այսպիսով իրենք կարող են հասնել խնդրի լուծման միայն մի մասին։ Անցած տարվա ընթացքում 219 անձ է ձերբակալվել ավտոտրանսպորտային միջոցներից սարքավորումների գողության համար։ 7 անձ կալանավորվել է եւ կիրառվել է եւս 2 տնային կալանք։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։